Հանրապետության օրվան նվիրված տոնական քայլերթին Սարդարապատի հուշահամալիրի հարակից տարածքում հավաքված քաղաքացիները ստիպված եղան հետևել բջջայիններով։ Մոտ 2 կիլոմետր հեռու վարչապետից եւ բարձրաստիճան մյուս պաշտոնյաններից։ Վաղ առավոտից մարդիկ այստեղ սպասում էին, որ արգելապատնեշներն ի վերջո կբացվեն եւ կբարձրանան հուշահամալիրի տարածք, դիտելու տոնական միջոցառումը։ Ուղղակի պարադին մասնակցենք, շքեր տնայինք։ Մենք էլ ենք մասնակցել, թողում են։ Չէ, դժվար թողնեն։ Չեն թողնում երևի թե։ Չեն թողնում էլի։ Սպասենք մինչև երևի պարոն Փաշինյանը գա։ Արգելապատնեշները հանվեցին, երբ տարածքից հեռացավ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետի հեռանալուց հետո արդեն մարդիկ հիշեցին, թե ինչպես էր Նիկոլ Փաշինյանը 2018-19 թվականներին տոնական օրերը նշում իրենց հետ, իրենց շարքերում։ Հաղթական քաղաքացին։ Փաշինյանը սակայն այսօր չխախտեց վերջին 2-3 տարիների ավանդույթը։ Շուրջ բոլորը իր թիմակիցներն էին, գործադիր եւ օրենսդիր մարմինների ներկայացուցիչներ, ուժայիններ։ Հայաստանը իմ տունն է, ժողովուրդն իմ ընտանիքն է։ Վարչապետը Սարդարապատում ունեցած մոտ 12 րոպեանոց ելույթում կարևորեց պետությունն ու պետականությունը։ Պնդեց, թե պետականության նկատմամբ քամահրանքը ինքնիշխանությունից ու ինքնուրույնությունից ժողովրդի վախերը լիարժեք հաղթահարված չեն։ Եվ ժողովուրդը պատմությունն ու աշխարհը ընկալում է այն բանաձևերով, որ ԽՍՀՄ կայսերական քարոզչությունն է սերմանել։ Դրանց հաղթահարման համար առաջարկեց հաշվի առնել մի քանի իրողություն։ Օրինակ այն, որ 29743 քառակուսի կիլոմետր միջազգային ճանաչված տարածքով Հայաստանը ժողովրդի ոչ թե կորուստների, այլ ձեռքբերումների արտահայտությունն է։ Մեր ժողովուրդը հայրենիք փնտրելու կարիք չունի այլևս։ Հայրենիքի մասին երազելու անհրաժեշտություն չկա, որովհետև մեր երազանքները իրագործված են, հայրենիքը գտնված իդեմս Հայաստանի Հանրապետության, իդեմս պետության։ 2020 թվականից ի վեր անցնելով դաժան փորձությունների միջոցով, մեր նահատակների կյանքի գնով մենք մեր ինքնիշխանությունը զարգացնելու, պետականությունը գիտակցելու ու հարատև դարձնելու պատմական հնարավորություն ենք ստացել։ Այսօր մենք ավելի պետություն ենք, քան երբևէ, ավելի ինքնիշխան ենք, քան երբևէ, ավելի անկախ ենք, քան երբևէ։ Թե ինքնիշխանությունը ամրապնդելու ինչ հնարավորության մասին է խոսքը Նիկոլ Փաշինյանը չմանրամասնեց, բայց շեշտեց, դեպի ինքնիշխանություն տանող ընթացքը մտնում է վճռական փուլ։ Հաջողություն համարեց հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի համաձայնեցումը, որի ստորագրման համար Բաքուն պահանջում է Երևանից փոխել սահմանադրությունը, լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Հաջողությունների շարքում դասեց նաև հայ-թուրքական երկխոսությունը։ Այստեղ էլ Երևանն ու Անկարան 3.5 տարի է բանակցում են, բայց ձեռք բերված գլխավոր պայմանավորվածությունները մնացել են թղթի վրա։ Վարչապետը նաև պնդեց, աճում է Հայաստանի միջազգային հեղինակությունը։ Տարբեր երկրների հետ հարաբերություններին նոր լիցք է հաղորդվում։ Վերջում եզրակացրեց. Մենք հաղթահարել ենք կորուստների պատմության շրջափուլը եւ թեւախոհել ենք ձեռքբերումների պատմության մի խոստումնալից դարաշրջան։ Հոռետեսությունն ու հուսահատությունը այլևս Հայաստանի Հանրապետության ուղեկիցը չեն։ Բայց վարչապետի հայտարարությանը, թե խաղաղությունն ու անվտանգությունն են դառնալու Հայաստանի երկարաժամկետ ուղեկիցները, թերահավատորեն էր վերաբերում Սարդարապատի հուշահամալիրում մեզ հետ զրուցած այս քաղաքացին։ Այն ինչ որ դեղի է ունենում այսօրվա կապակցությամբ անվտանգության առումով անկասկած դակավին ոչինչ չենք տեսնում, որ մենք մեզ անվտանգ զգում, շոշափելի բաներ, երևույթներ, փաստեր դակավին չկան մինչև այսօր։ Այսօրվա քաղաքականությունը այն ինչ որ տեսնում ենք, ես չեմ կարծում, որ կարենա ապահովել մեր երազանքը, բայց այդ չի նշանակում, որ քաղաքականությունը չի կարելի փոխել։ Նույնիսկ այսօրվա իշխանությունները երևի եթե ուզենան գարան իրենց քաղաքականությունը փոխեն, ինքնաբաց մեր ժողովրդի, ինքնաբաց մեր հայրենիքի։ Պետության անվտանգության, պետականության հզորացման համար կարևոր է համախմբվելը։ Այսօրվա ուղերձում ընդգծել է ամենայն հայոց կաթողիկոսը։
Պատերազմից հետո աշխարհիկ ու հոգևոր իշխանությունների առաջին դեմքերը միասին որևէ պաշտոնական միջոցառման չեն մասնակցել։ Սարդարապատում այսօրվա միջոցառմանը ներկա չէին խորհրդարանական, արտախորհրդարանական քաղաքական ուժերը։ Նրանք էլ առանձին տոնեցին։